Я не знаю, что вы называете соответствующей реакцией. Реакция, которая отвечала нашим обязательствам. Մեր պարտավորություններից փոխող արձագանքը, որը համապատասխանում էր հապկում Հայաստանի հետ մեր պայմանագրային պարտավորություններից, այդ արձագանքը եղավ անմիջապես առաջնախումբը, առաքելությունը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք, այսպես ասած, առաքելությունը հապկի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց, կոնկրետ եւ պրակտիկ առաջարկություններով այն մասին, որ պետք է հապկի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ իրավիճակը կայունացնելու համար, դիտորդների թիվը նախանշվեց իրենց զինատեսակների կազմը, այդ հարցը քննարկվեց նույն տարվա հոկտեմբերին Երևանում հապկի գագաթնաժողովի ընթացքում, դրանից առաջ եղել էր կառավարությունների հանդիպում, աշխատում էին արտգործնախարարները եւ պաշտպանության նախարարներն այդ ուղղությամբ, աշխատում էին երկար, իրենք էին խմբագրում այդ առաջարկությունները, որոնք հապկի կառավարության կողմից ներկայացվեցին, Սամվելի Միրզոյանի նախագահությամբ եւ վերջում մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ եւ առավելության տեքստը ներկայացվեց պետությունների կառավարությունների ղեկավարների քննարկմանը, բայց այդ իրավիճակում արդեն տեքստ համաձայնեցված տեքստը տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել կոնսենսուս չեղավ, մենք համաձայնեցինք, տվեցինք մեր համաձայնությունը եւ որոշ ժամանակ անց արդեն հայտարարվեց նոյեմբերին 2022-ի հայտարարվեց Եվրամիության առաքելության մասին եւ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցում դիրքորոշումը այժմ արդեն երկկողմ հիմունքներով, որոնք հաստատվեցին Բաքվի եւ Երևանի կողմից, որոշվելու է 91 թվականի Ալմատիի հռչակագրի հիման վրա, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի մաս է։ Դա բավական անակնկալ անսպասելի էր, որովհետև 20 թվականի նոյեմբերին թեժ մարտական գործողությունների ընթացքում, որոնք ընթանում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երբ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետ եւ Ադրբեջանի նախագահի հետ միասին գիշերը բառացիորեն անձամբ խմբագրեցին պայմանավորվածության տեքստը, հրադադարի մասին պայմանավորվածության տեքստը, այդ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծից դուրս, ջենտլմենական պայմանավորվածություն կար այդ հարցում, որ Ղարաբաղի հարցը ենթակա երկրների միջև հետագա համաձայնեցման, բայց տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ, ուստի հավանաբար միշտ կարելի է, ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը քննադատություն հնչեցնելու այն ժամանակ ինչ-որ մեկի ցուցաբերած դիրքորոշման կապակցությամբ, բայց ես նշեցի, թե ինչ ենք մենք արել, իսկ ավելի խորը ընկալման համար, իրավիճակն ավելի խորապես հասկանալու համար, իհարկե հիշեցի, որ մեկ տասնամյակից ավելի երկար տևել են բանակցությունները, որոնք Երևանի նախկին վարչակազմերի մասնակցությամբ տարվել են եւ մի քանի անգամ ասվել է, որ հասել ենք պայմանավորվածության, բայց այդ պայմանավորվածությունները փլուզվում էին, այո, կարելի է քննադատել, բայց չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում, իսկ մենք հենց փորձում ենք, ջանք ենք գործադրում։